Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը Հանրապետությունը հաստատում է օրենսդրական շարունակականությունը միջազգային հարթակում։ Western Armenia շաբաթաթերթին 98-րդ համանատույց եկավ։ Կռվից 5 տարի անց Մունքետ պատերազմը, կռևը, ինքնազոհությունը մարդկային դարձնելի կարիք ունենք Տաթև Հայրապետյան։ Սաղն էլ գիտում ընթահինչ ձևին Արցախցիք պայքարալ, մեր խոխեքը մի թիզ խոխեքնել, ես ու հարսս դաժե ասալ չնք, այ բալա, սպասեցիք տեսանք ինչ է ինյական։ Նոյեմբերի 9-ը մեզ պիտի հիշեցնի պետականության պատասխանատվությունը։ Սա է այն կռվի արդյունքը վերետվալա հայ ռազմիկը 44 օր պաշտպանել է վրանվողը։ Քյոմագյանին Արևմտյան Հայաստանը պետական տելևիզիոն միացիկ մեր վետերաններին։ Կարին 2025 թիվ 9 տարի անց Հյուրան սահմանադրության ընդունմանը յետը Արևմտյան Հայաստանը Հանրապետությունը հրապարակալ է երևական ու միջազգային լեգիտիմության հռչակագիր, վերի նպատակն է ամրապնդել հանրապետության տաղնադերը միջազգային իրավական գործընթացներում։ Կիրվեց նրա պաշտոնական ու դիվանագիտական ոճառ փաստաթուղթը հոդված առ հոդված վերլուծում է 2016 թվի սահմանադրությունը եզրակացնում է վեր Արևմտյան Հայաստանը Հանրապետությունը լիովին համապատասխանում է ժամանակակից իրավական ու պետական կառավարման չափանիշներին։ Իրավական հիմքը հիմնված հայկական պետականության շարունակության երան։ Հռչակագրի համաձայն 2016 թվի սահմանադրությունը ստեղծում չի հայզապետություն, այլ վերահաստատում է այն իրավական շարունակականությունը, որը ամրագրված էր 1920 թվի Սևրի դաշնագրումը։ Նյութ ամբողջությամբ կարի կարդիք Western Armenia TV-ին սայտումը։ Western Armenia շաբաթաթերթին 98-րդ հայզահամանատույց եկավ։ Շապիկին Իրան զարդար վածապորտասարի հզոր պատկերը Արևմտյան Հայաստանը հարավարևմտյան մասում գտնվող հնագույն սև հավայրը վերը աշխարհին հայտնի է Գյոբեքլի թեփե անունով։ Այս խորհրդանշական ընտրությունը եւս մեհետ հիշեցնում է մեր վղի հազարամյակների պատմությունը հայ ժողովրդի ստեղծարար ոգին։ Կան մի քանի հետաքրքիր թեմեր, օրինակ խոսք ազգին Վարդան Սիմոնյանին հոդվածը, Մուսալերան հերոսամարտի 110-ամյակի նշանակությունը նման այլ հետաքրքիր թեմանն է։ Շաբաթաթերթը հասանելի է հայերեն, թուրքերեն, անգլերեն ու ֆրանսերեն տարբերակներով Western Armenia TV-ին սայտում։ Պայքարող մարդկանց իմասն ու փառք ու պարտքն ենք, իրանց են կուճիր, բայց անկախ Հայաստանը հետի վերոնինք սոր, մեր պետության ու արժանապատվության հետի կռվողներին 5 տարվա մեջի հինչանուն ասես կպցրալ չն պետության ղեկավարությունը, էլ դասալիկ, էլ փախճող, տել խրեգյա մեհենգել առհասարակ ասմն իբր հինչի կռվում, տա հետի մեր վղը չիլել, տանա փորձ մաճինջի պայքարի ու ինքնազոհության մողող գաղափարնա միտքը, Հայաստանը 44 օրյա պատերազմի վաղթը հայ զինվորներն կռվալն անհավանական դժվարություններում, դա պիտի հիշվի ու մարդկայնացվի։ Նուշիկ Ղարայանի վերբռնի տեղահանվալ Արցախան տանիքը կորցրալա 3 անդամ 2020 թվի 44 օրյա կռվումը զոհվալն իրան տղան Գարեգինը, 2 թոռները Դավիթ Նավազգենը սեպտեմբերի 26-ին Յուրուգինը հավաքվելան յետը հաջորդ առավոտ ռմբակոծությունն յետը Գարեգինը վեր 22 տարի ծառա է ցալել կամավոր քեցալա հադրուտ, իսկ Դավիթը զոհվալա հոկտեմբերի 11-ին Մարտունի։ Հոկտեմբերի 13-ին Վազգենը Գարեգինը եւս զոհվալը։ Նուշիկը քննադատում այն հայտարարությունն թա արտահանվածները կռվալ չն։ Միաժամանակ վկայմավեր իրան ընտանիքի անդամներն համարձակորեն ու առանց հապաղերի պաշտպան անհայրենիքը Վազգենը վեր նաև շենին շկոլին տնօրինալալ անգամ մահվան պահին հրաժարվալա հանձնվելուց։ Պարտությունից 5 տարի անց իշխանությունը շարունակում է կործանարար զիջումներ կեղծ խաղաղության պատրանքով 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը թույլատրել ապետությունաբանակը Արցախը հայաթափվալա։ Իրական խաղաղությունը հնարավոր ամենակ արդարության ռազմագերիների ազատ արձակման ու Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի ճանաչման։ Genesis Armenia շեշտում է խաղաղությունը պահվում է ուժով, միասնությամբ ու պատասխանատվությունով Հայաստանը ապագայի հանդեպ։ Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Սա նայեք սոր, սա էլ շքերթ ու տեղի անեցալ Բաքվում։ Սա է այն կռվի արդյունքը վերետվալա հայ ռազմիկը 44 օր պաշտպանելով իրան վղը։ Հայ զինվորը կռվալա, բայց իրականում ստացալ ոչ թե մարտական նահանջի, այլ խորքում քաղաքական նահանջի հրաման։ Սա է սրանց դե թող մնային կռվեին ինչի չկռվեցին, պատասխանը։ Դե հիշեցիք սոր վեշթա տրանստոնացախ թանակը։ Հայ զինվորը պարտվալ չի, պարտվալ ամենակեն իշխանությունը վերը մեր բանակին սարքալայուրան քաղաքական սխալներից զոհը։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին հավատարիմ մնալը իրան սկզբունքներին եշողներին շարունակում է իրան անխափան հայզամոտեցումներով։ Հունց արդեն գիտում եք մեր տելևիզիոնին ինքնագովազդով չի զբաղվում։ Հիմնականում հեռարձակում է Արևմտյան Հայաստանապատմության իրան ներկայապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական ու այլ ենթատեքստերով տարբեր խնդիրներ վերհանող լուրեր ատա։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին գրանցալ իրան ամենակարևոր նվաճումները մինը հրատարակելով Արևմտյան Հայաստան շաբաթաթերթը վերի նպատակն է պահպանել ու տարածել մեր պատմությունը, մշակույթն ու ինքնությունը։ Մունքթափանցիկ ու մաչելի ձևով ներկայացնում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի կառավարության ազգային ժողովի այլ կառույցների քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քեմագյալը մեր տելևիզիոն հնարավորությունները ավելին ընդլայնվում ու պնդանում, մունք միասին ենք ուժեղ։
Հայ վետերանների ու քյոմագյանողների միավորում, ֆրանսիացի վետերանների ու հայկական ծագումով դիմադրողների միավորում։ Եթե 18-ից 70 տարեկանում պատար ազատ վախտոնի կարիք միանաք հիշատակի պահապաններին պատիվ հայրենիք եղբայրություն։ Ձեր խնդիրն է ինական պաշտոնական արարողություններին պիցրցնել Արևմտյան Հայաստանադրոշը։ Հիշատակի պահապաններն իրենց նշանակալի ներկայացնով պաշտոնական արարողություններին ու հիշատակի արարողություններին վերմասնակցում են այլ կազմակերպություններ եւս պատմում են այն հայ զինվորներին ու կամավորներին վեր 1916 թվականից մինչև մեր օրերը իրենց կյանքը վտանգալն պաշտպանելով ֆիզիկական վտանգի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը։ Խնդրում ենք հապաղեք վեճ կապիկ նախագահ Ժան Ղազարոսյանի հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալի հետի։ Սիրելի հայրենակիցներ, սրվայ տեսքան ենք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։